Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, Քրիստոս ինչու մաքսավորների ու մեղավորների հետ սեղան նստեց։ Սիրելիներս, նպատակը մեկն էր՝ նրանց ապաշխարության հրավիրել։ Ինչպես գիտեք, փարիսեցիների եւ օրենսգետների քահանաների համար մեղավոր մարդիկ կործանված մարդիկ են։ Նրանք նրանց տանել չեն կամ անգամ նույնիսկ թույլ չեն տալիս եկեղեցիներ մտնել, տաճարի մեջ աղոթել, սինագոգներում կամ իրենց ժողովարաններում լինել։ Այդ պատճառով Հիսուս եկավ ցույց տալու համար, որ ինքը որևէ մարդու հանդեպ խտրականություն չունի։ Բոլորն էլ հրավիրված են։ Դրա համար, երբ որ փարիսեցիները տրտնջում էին ասելով, թե նա մեղավորների հետ սեղան նստեց կամ մեղավորի տուն գնաց, Հիսուս պատասխանեց ասելով. «Առողջները բժիշկների կարիք չունեն, ես եկել եմ հիվանդներին բժշկելու»։ Ինչպես որ գնաց Զաքեոսի տուն։ Զաքեոսը ինքը փնտրում էր Հիսուսին, բայց երբ որ Հիսուս եկավ նրա տուն, նա Հիսուսի ներկայությունից ազդված զղջաց իր գործած սխալների համար եւ ասաց. «Ինչ որ անիրավել եմ, վերցրել եմ, պիտի վերադարձնեմ ժողովրդին»։ Եվ Հիսուս ասաց. «Այս տունը այսօր փրկվեց»։ Այս մարդն էլ Աբրահամի որդի էր եւ մարդու որդին եկավ կորածը գտնելու եւ վերադարձնելու։ Ուրեմն Հիսուսի նպատակը մեկն է՝ յուրաքանչյուր մեղավորի ապաշխարության հրավիրել եւ փրկության առաջնորդել։ Ցավոք սրտի մեր կյանքում էլ այդպես է։ Մենք հավատավոր մարդիկս, եթե որևէ մեկին տեսնում ենք հանցանք է գործել, վերջ այդ մարդը մեզ համար դադարում է լավ մարդ լինել կամ փրկություն ունել։ Մենք ամեն ինչ անում ենք այդ մարդուց խորշելու, նրա հետ նույն վայրում չհայտնվելու, սեղան չնստելու, նույն ուրախությանը կամ տխուր արարողությանը չմասնակցելու, անգամ նրանց այլևս չենք վստահում որևէ գործի կամ աշխատանքի համար։ Բայց Հիսուսը ուզում է մեզ սովորեցնել, որ մերձավորին սիրելու լավագույն օրինակը մեղավորի հետ արքայության մասին խոսելն է, մեղավորի հետ Հիսուսի մասին պատմելն է, մեղավորի հետ ճանապարհ անցնելն է, որպեսզի այդ մարդը հնոցնը փրկվելու։ Մենք էլ նույն մեղքերը շատ հաճախ գործում ենք, այդ մեղքերի մեջ հայտնվում ենք, պարզապես մեր մեղքերը չեն բացահայտվում եւ ոչ ոք չի իմանում։ Դրա համար մենք միշտ զգուշավոր ենք լինում, որ հանկարծ չբացահայտվի, ոչ ոք մեր մասին չիմանա, մեր անունը չարատավորվի։ Բայց Հիսուս տեսնում է եւ գիտի մենք ով ենք եւ ինչպիսին ենք։ Այս է պատճառը Հիսուս եկավ մաքսավորների, մեղավորների սեղան նստեց, սեղանի շուրջ Աստծո արքայության մասին խոսեց, նրանց ապաշխարության հրավիրեց եւ այդ մարդիկ դարձի եկան եւ փրկության գտան։